Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 5-ի համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 5-ին։ Այս մյուս կարտը մտել էր մյուս կարտի մեջ, հետաքրքիր է։ Հարգելի խոյեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարկանց եք սպասելու, ինչ-որ բան եք սպասելու, նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը անելու, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ, հարցազրույցի կարող եք գնալ, եթե բիզնես ունեք, բիզնեսով կզբաղվեք, ոմանք այստեղ ժամադրություն ունեն սիրային, ոմանք են նաև հանդիպում իրենց հարազատ մարդկանց հետ, ոնց որ պայմանավորվել եք, ժամ եք պայմանավորվել։ Եվ նաև իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ մոտ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի։ Նաև վերջին 1 ամսվա իրադարձության ավարտ կարող է լինել, ինչ որ բանով եք զբաղվում։ Դա նաև կարող է լինել նոր ցիկլ, ոնց որ նոր, որովհետեւ այդպես յուրաքանչյուր ամսվա հետ կապված ինչ որ բան է սկսվում ձեզ մոտ։ Այդ օրը որոշ գործերը կանեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, գումար կստանաք, նավրա, ոմանք սպասում են աշխատավարձին, որ ստանան։ Նաև որից հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, դա ընդհանրապես ձեր մեղքով է լինում միշտ, եւ կա այստեղ գաղտնի սիրավեպ կամ ոչ է գաղտնի գործողություններ եւ ինչ որ տհաճ բայր կան նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 5-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ ունեք։ Հնարավոր է առիթ է, հնարավոր է նա ինչ-որ բան է, պետք է կարող ճանապարհ եք գնում, թե կարող գալիս են ձեր տուն, ձեր երեխաներն են, ձեր թոռներն են, ինչ-որ մի բան տեղի ունենում նաև դե առիթ, կնունք, ծնունդ եւ այլն, լիքը բան։ Իրար հետ ուղղակի խանութ գնալն էլ է, դա եւս երեխաների հետ իրադարձություն։ Դա նաև ընտանիքի անդամներն են, ընտանեկան կյանքն է նաև ցույց տալիս։ Դա նաև տունն էլ նշանակում է, այս դա ինչ-որ տան մեջ որևէ իրադարձություն, կամ ձեր տան մեջ, կամ պետք է գնաք ինչ-որ մեկի տուն, այդ իրադարձությանը մասնակցելու համար։ Նաև դա կարող է տեղափոխություն է, նոր բնակարան նայել, հա, տեսնել, այդպես։ Ժամը ձեզ համար այդ օրը կարևոր է, ոմանք կարող են այդ օրը ժամ վերցնել ինչ-որ մեկի մոտ, կամ նաև արդեն պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Եվ որոշ գործեր այդ օրը չեք հասցնում ավարտին, չեք կարողանում ավարտել եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 5-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը սուտ կա, նաև այստեղ տան անդամներին է ցույց տալիս, միգուցե սուտը նաև իրենցն է, ինչ-որ մի բան կարող ասել են եւ չեն արել, հա, պարտադիր չի, ինչ-որ մի բան խաբեն ձեզ, ուղղակի ինչ-որ բան ասում չեն անում։ Նաև տան հետ կապված այստեղ իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է կամ տեղափոխվում եք, բնակարան եք նայում, տուն եք մաքրում, բուրգա եք անում, հա, ինչ-որ պահեր են այստեղ, որոնք որ կանեք։ Տան հետ կապված նաև առիթ կարող է լինել, կամ դուք գնաք կամ ձեր տուն գան։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, նաև հույսով լցված եք, կամ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, կամ հույսով եք, հա, հույսով սպասում եք, որ սա կլինի, նա կլինի, հա, հույսով լցված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 5-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կան, որ առիթ է կամ իրենց հետ տեղ եք գնում կամ ինչ որ ձեր տուն են գալիս կամ իմանում եք որ թոռ եք ունենալու, երեխա եք ունենալու, այդպես։ Նաև ընտանեկան կյանքն է դա, հա, կզբաղվեք ընտանիքով։ Օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված։ Այստեղ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ երկար մտածեք, նոր հետո ինչ որ մի բան արեք։ Գործերը այդ օրը չեք հասցնում ամբողջությամբ անել, ավարտել, վերջացնել։ Նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ որ գործեր ունեք, բանկ, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, հա, կարող եք գնալ, այցելել։ Կարող այնտեղ եք նյարդայնանում, հա, եւ պետք է կարողանաք ձեզ զսպել։ Եվ ինչ որ բանել այստեղ ձեզ երջանկացնելու է։ Ինքը մենակ այստեղ մնացել աղա, ձեզ երջանկացնելու է ինչ որ մի բան։ Եվ որևիցե մեկին կհանդիպեք իրեն հրաժեշտ տալու համար, կամ ինչ որ ապրանք եք տալիս, հա, եւ դա է գնում ձեզանից, այդ մարդն էլ է ոնց որ հեռանում ձեզանից, կամ սա հանդիպում եք հենց հստակ մեկը մյուսին հրաժեշտ տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում ամուսներին փետրվարի 5-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կամ շուտ եք քնելու, կամ այստեղ նաև ինտիմ հարաբերություններ կամ ուշ եք արթնանալու, կարող եք երկար մնալ, քնած, այդպես ինչ որ բան է։ Կամ կարող վատ եք զգում, պարկում եք կամ ուրվա մեջ եք քնում։ Օձեր կան այդ օրը ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, այդպես օձային վերաբերմունք ձեր նկատմամբ։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար պետք է մտածեք, որովհետև այստեղ կարող եք հուզվել եւ հուզման այդ ընթացքում, հա, ինչ որ մի բան ասեք, ինչ որ մի բան անեք, հա, դրա համար լավ մտածեք յուրաքանչյուր բան, որովհետև այդ էմոցիաների ազդեցության տակ եք դուք անելու։ Եվ բացի դրա կարող է ինչ որ մի բան է ուշանում, դեռ կանգնած է, դեռ դանդաղ է, դա է, հա, ձեր այդ հուզմունքի պատճառը կամ սպասում եք ինչ որ մեկին այդպես կատաղալ, հա, դա էլ է հուզմունքի ձև։ Եվ երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք այստեղ։ Հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, առիթ, որ պետք է կամ դուք գնաք, հա, այստեղ կամ ձեր երեխաների առիթն իրանք պետք է գան։ Նաև երեխաների հետ տեղ գնալ, երեխաներով զբաղվել, ընտանեկան կյանքով զբաղվել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 5-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք եւ ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, միգուցե առանձինն է, միգուցե ցույց է տալիս, հա, որ դե ընկերն է, ավելի մտերիմ, միգուցե ցույց է տալիս ձեր զույգի հավատարմությունը, հա, նաեւ այդ կտրվածքով կարող է լինել։ Նաեւ այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, այստեղ առիթի եք հրավիրված, այստեղ կամ դուք եք առիթը ստեղծել, նվերներ եւ այլն, հա, այստեղ մեկը մյուսին, հա, կամ դուք կստանաք կամ իրենք, հա, այդպես կամ սեղանի շուրջ կարող է լինել ուղղակի հրավիրում են ուղղակի, հա, ինչ որ հավաքվում եք ձեր ընկերներով, կարող այդ դեպքում քաղցրավենիք տանել կամ ձեզ քաղցրավենիք բերել։ Նաև օցեր կան, բամբասանք, չար վերաբերմունք, չար խոսակցություններ եւ այստեղ հենց որ ձեր ձեռքում է, հա, իրենց հետ կապված, թե ինչպես կվերաբերվեք իրենց, ինչպես կվերաբերվեք իրենց բամբասանքին կամ նաև այդ վերաբերմունքին, այդ ամենը արդեն միմիայն ձեր ձեռքում է։ Եվ այնտեղ կարող ինչ կարծես թե ինչ-որ մեկին հրաժեշտ եք տալիս, երևի դրա համար է կամ նվեր եք տալու, հա, դիմացինը գնա կամ դուք եք նվեր ստանալու, հետո նա գնա, հա, այդպես նաև։ Այսինքն ոնց որ հրաժեշտ է, հա, կամ եկել է նվերը ստանում եք եւ գնում է ինքը։ Ամենայն դեպս այստեղ նվերը կապված է մարդու մեկը մյուսին հեռանալու հետ կապված։ Դե կարող է իրոք հրաժեշտ եք տալիս ինչ-որ մարդկանց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին փետրվարի 5-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ բան է, ամենայն դեպս չեք տխրում, հա, տխրություն այստեղ չկա, կարող ուղղակի ինչ-որ մի տեղից ինչ-որ բան եք լսում, նաև որ իրադարձություններ ունեք, որոնք որտես հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, կամ սկսվում է նման ցիկլ, հա, յուրաքանչյուր ամսվա, նաև վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է ավարտվում նաև, դե կարող է նաև վերջանում է յուրաքանչյուր ամսվա այդ գումարի ավարտը, այդպես կարող է լինում է, արդեն պետք է ծննդաբերել եւ վերջ, այդ պետք չի գնալ բժշկի, ոնց որ արդեն պետք է գնաք իրենց հսկողության տակ լինեք, ոչ թե ամեն ամիս էլի գնաք։ Նաև այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի եւ նորություններ կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 5-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը նորություն կլսեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նվեր կտակ մեկը մյուսին, կարող է երեխայի առիթ է այստեղ, ընկերոջ երեխայի առիթն է կամ ձեր երեխային առիթն է ընկերն է գալիս, եւ պես, նվերներ ունեք կամ ձեզ նա կնվիրեն։ Նաեւ դա կարող է լինել հղիություն ինչ-որ մեկի համար, երեխաների հետ կապված ծննդաբերություն, զբաղվեք ձեր ընտանիքով, կարող ինչ-որ մի բան է տեղի ունենում, որը ձեզ համար նվեր է, դա ֆիզիկական նվեր չէ։ Նորություն կլսեք, անսպասելի լուր կլսեք նաև եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այնտեղ շատ հետաքրքիր ինչ-որ օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 5-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ իրադարձություններ որպես այդպեսին չունեք, մեկ էլ գալիս են արդեն իրադարձությունները ձեր կյանք։ Այդ օրը ոչ իրադարձություն ունեք, որոնք որ կատարվում են դες այդ յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս պետք է գնաք զբաղվեք, միգուցե գումար եք փոխանցում, գումար եք ստանում, կամ վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտն է, նաեւ դա կարող է լինել նոր է սկսվում, դա։ Ինչ-որ մի բան է այդ օրը ձեզ տխրեցնում, ինչ-որ մի բան հիասթափեցնում է կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, այստեղ հեռանում եք այդ մեկից։ Նաև կարող է տխրում եք, որտեղ ինչ-որ մեկը պետք է գնա, կամ դուք եք բաժանվում, կամ ինչ-որ մեկը կարող ժամանակավոր մի տեղ է գնում եւ իրարից պետք է հեռանաք, ինչ-որ հեռու եք լինելու։ Եվ հյուրեր ունեք այդ օրը կամ դուք կգնաք հյուր։ Նաև ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի, ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, մյուսն էլ ձեզ երջանկացնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 5-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ոչ գաղտնիք կբացահայտվի, միգուցե այդ գաղտնիքը ձեզ այդքան է դուր չի գալիս, որտեղ այդտեղ տխրություն կա, հա, եւ հնարավոր է նաև գաղտնիքի հետ է կապված հիասթափություն է նաև, ոմանք կարող են հեռանալ դիմացինից, հա, ոմանք նաև այստեղ կարող է մեկը մյուսին նվեր տան եւ բաժանվեն, հա, այսինքն կարող է գնում է, ոնց որ եկել էր օտար երկրից, հիմա գնում եք ճանապարհում եք եւ նվեր եք տալիս, միգուցե հա դա է տխրության նաև պատճառը, որ այդ մարդը գնաց Եվ հետո կսկսեք տատանվել եւ կսկսեք ծանրութեթև անալ ինչ-որ իրավիճակ, նաև դա կարող է լինել ընտրության առաջ, հա, կարող է կանգնած լինել, մտածում եք ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 5-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ է նորություն կլսեք, ոչ է տեղեկատվություն կլսեք, նաև կարող փաթեթ ստանալ, ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթուղթ ստորագրել նաև, կամ դուք ինքներդ ուղարկեք, հա, ինչ-որ մեկին, ոչ է փաստաթուղթ։ Նաև ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը կամ կընդունվեն աշխատանքի կամ հարցազրույցի կգնաք, պետական աշխատողի հետ հանդիպման, բիզնեսը առաջ կտանեք, ոմանք գումար կծախսեն, գումար կվճարեն, նաև գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կարող եք խոսել։ Եվ նորություններ կլսեք այդ օրը եւ բացի նորություններից նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, նաև հանդիպում ունեք շփում ձեր ընկերոջ հետ այդ օրը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 5-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք կներեք ձեր ընկերոջ հետ։ Նաև հաղթանակած դուրս կգաք աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, ինչ որ մի բանը լավ կանեք։ Միգուցե նաև հաղթանակը դա ոնց որ հաճախորդին ի վերջո այնպես անել, որ ձեզանից պատվիրի, հա, այդպես նաև դա էլ է հաղթանակ։ Նաև բիզնեսում ա կարող ինչ որ մի բան եք շատ ավելի վաճառում կամ առաջ խաղացում է սա լինում։ Նաև հարցազրույցի կարող եք գնալ եւ այդ հարցազրույցի ժամանակ, հա, ինչ որ ավելի լավ խոսակ, ավելի հստակ խոսակ կամ ասեն արի փորձաշրջան, հա, դա եւս էլի հաղթանակ է այդ պահով, աշխատանքի պահով։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն այդ օրը, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև նորություն ունեք եւ ինչ որ մի հաճ պահեր կան օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։